Գինժդեն մարդկանցից մեկն էր, որ նվազագույն ռեսուրսներով շատ լավ հասկանալով այդպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքի պոտենցիալ վտանգը եւ այդ պահին ներկայացած վտանգը նվազագույն ռեսուրսներով կարողացել էր դրան դիմադրել, առանձնացնելու մասով որ աշխատանքը կառանձնացնեմ երևի այն, որը որ կարդացել եմ, վերաընթերցել եմ ավելի ճիշտ 20 թվականից հետո, իսկ դրանից առաջ կարդացել էի, բայց մի քիչ ավելի այսպես պայմանական ասենք մակերեսային, վերընթերցել եմ 20, հիշում եմ 21 թվականի հունվարին, երբ որ ինքս էլ մի պահ այդ հույսի խնդիրն ունեի, ուզում էի հասկանալ ինչ եմ անելու, ոնց եմ անելու եւ այլն, եւ բացեցի հատընտիրում առանձին դրված էր ուրեմն բաց նամակներ հայ մտավորականությանը, որ նշվել է 1927 թվականներին, այնտեղ հենց հարցեր են մտավորականներին նույն են իրավիճակում մոտապես ինչպեսին մենք ենք, լավ, պետությունը կորցրեցինք, պետությունը տարածքներ ահագին, այսպես ուրեմն փաստորեն փոքր տարածքում կարողացավ միայն խորհրդային իշխանությունը խորհրդային իշխանության տեսքով պահպանվել, Սփյուռքում հայտնվել անհավանական քանակությամբ հայ, Արևմտյան Հայաստանը կորսված է, բա ինչ անենք։